Տեղական վարչապետ Արագածոկի մարզի ինժեներական վարչության պետ Արթուր Մնոյան։ Պարոն վարչապետ, Քերական ոստիկանության Արագածոկի մարզի վարչության պետ։ Պարոն վարչապետ Արագածոկի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Պողոն Ապուշյանը։ Վարչապետ աշտարակ համայնքի օշիքի 20 մանկապարտեզի տնօրեն Միլիցիան։ Այսքան գործ արել ենք, այսինքն չենք արել։ Էս երբ ենք անել։ Հա, սուբվենցիայի մեջ։ Արև, արազատ եղբայրը։ Այս վերակառուցում, հա։ Վերակառուցումը ամբողջությամբ շենքը կառուցված է 70-ական թվականներին, 95 թվականին դադարել է գործել։ Մենք 95 թվականից հետո Ուրիշ մանկապարտեզ եղել, հա, համա։ Այսինքն 95 թվականից մինչև հիմա չկա մանկապարտեզ։ մենք 2024-ին ամբողջությամբ իրան վերանորոգել ենք, բացի արտաքին պատերից մնացած ամեն ինչը մենք ենք արել։ Տանիք, ջուր, հոսանք։ Արդեն գործում եք։ Այո, 6 ամիս։ Իսկ քանի սան ունեք։ Իսկ կարողությունը ինչքան է։ Իսկ կան երեխեք ուրիշ, որ դեռ պիտի գան։ Նկատի ունեմ գյուղում կան երեխեք, չգիտեք։ Չէ, նախադպրոցական տարիքի մեր բոլոր երեխաները հաճախում են։ Ինչ։ Հա, շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ։ Լավ են գործերը։ Որտեղ եք աշխատում դուք մանկապարտեզը բացվելուց առաջ։ Ենք աշխատել։ Ուշիից եք հենց։ Հա։ Այսինքն փաստորեն այս նաև աշխատատեղ ստեղծեց գյուղում։ Վարչապետ, այստեղ մենք պահեստ են հատկացնում։ Սննդի պահեստ, տնտեսական պահեստ։ Այսպես է։ Տնտեսական պահեստ է վարչապետ։ Լավ։ Սառնաների թիվը ինչի է տարբերելնում, կապված երեխեքի քանակի, հայ, հեն։ Այստեղ է լավ խոհանոց, այս հանենք արդեն։ Գցեմ ես։ Բուժկետ։ Պարոն վարչապետ, այստեղ բուժկետն է։ Բարև ձեզ։ Դուք որտեղ եք աշխատում։ Ես Այստեղից առաջ։ Հայփոստում եւ արաբկերտական համալիրում։ Շատ լավ։ Հիմա բայց արաբկերում չեք աշխատում եք։ Ուշիից եք։ Հարցը եկել է։ Հա, այսինքն տան մոտիկ եք արդեն հիմնական աշխատանքով։ Վատ չի, չէ՞ տենց։ Ուղանոց։ Իրոք է, սահմանուստին նայենք։ Էս ինչ է։ Նյութերի համար, ախտահամալիրի համար պահեստ է։ Այստեղ լվացքատում։ Կամաց կամաց։
Բարև ձեզ։ Որտեղ եք աշխատում մանկապարտեզից առաջ, ստեից առաջ։ Այսինքն ձեզ համար էլ աշխատատեղ բացվել։ Գյուղում ուշից եք։ Շատ լավ։ Ստացվում է։ Այսինքն այստեղ էլ կախել բան չկա, տեղում չորացնում են, հա։ Դահլիճ։ Շատ լավ դահլիճ է։ Ասենց մեծ հեռուստացույցով դաշնամուրը կա, աթոռները տեղում են։ Հա։ Այդ որ թվին էր, որ ասցի սարքեք։ Այսինքն 2 տարում ստացվեց սարքել։ Այսինքն սա սուբվենցիայով չի եղել, ամբողջը հիմնադրամն է արել։ Այո։ Տասնուն 95 թվից գյուղում մանկապարտեզ չկա գործող։ Բայց հիմա հարմար չի, որ կողքի գյուղերից չկան, կողքի գյուղը որն է Կարբին, Օհանավ, կա մանկապարտեզ Օհանավ։ Հա, ուղղակի չի բավականացնում, այս տարի ուզում ենք Օհանավան կարգից էլ ընդունելություն։ Բայց եմ ասում, էլի, այսքան տեղը չի, ինչքան է։ Միշտ տեղի երեխեքը գնացել են այնտեղ, վարչապետ ու միշտ լիքը երեխեք դուրս են մնացել, էլի հնարավորություն։ Նկատի ունեմ նույն համայնքն է, էլի, այնտեղից կան։ Մի խումբ էլ ազատ, հա։ Ստեղ չէ, այդ եմ ասում։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, թողում նստեք։ Լավ եք։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Համով են ճաշերը։ Հանգիստ, նորմալ է։ Դուք որտեղ եք աշխատում մանկապարտեզից առաջ։ Ստեղ աշխատել էլի։ ուրիշ համայնքում մանկապարտեզում։ Մեկապային եմ աշխատում։ Հա։ Օհանավանի մանկապարտեզ։ Հա, լավ, երեխեքն է կարան ուրեմն այնտեղից գալ։ Ինչքան է ստեղից Օհանավան, քանի կիլոմետր է։ Էդ եմ ասում։ 2, հա, 3 մաքսիմում։ Այստեղ քննասենյակ։ Նկատի ունեմ պոտենցիալը կա, որ ամբողջությամբ ծանրաբեռնվի մանկապարտեզը, էլի, չէ՞։ Սանհանգույցը որտեղ է ստեղ։ Դե բայց դե էս պետք չի այստեղ պահել։ Տիկին տնօրեն։ Էս պետք չի ստեղ պահել։ Էս պետք է երեխեքին պահեստային մասը ունեք, թողն դե պահեն։ Գնացինք երեխեք, ապրեք, պակա։ Իսկ քանի աշխատող կա մանկապարտեզում։ Հիմնականում գյուղից է։ Շատ լավ, իսկ աշխատավարձերը ինչքան են։ Աշխատավարձերը ինչքան են։ Միջին։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, նստեք։ Ձեզ դուր գալիս է ձեր մանկապարտեզը։ Հավեսով եք գալիս։ Ճաշերը համով են։ Այստեղ են համով, թե տանը։ Բարև ձեզ։ Դե պրոբլեմա, նենց պատասխան է, մի կերպ պատասխանեն մամաների հետ խնդիր ունեն, այլ կերպ պատասխանեն,
Իսկ այս մահճակալներից դուք էլ բողոքնել ունեք։ Պարոն վարչապետ, մենք մեր երեխաների թիվը քանի որ քիչ է, մենք երկու հարկն ենք օգտագործում, բայց մեզ հարմար է երկու հարկ օգտագործել։ Շատ լավ։ Դե գնացինք երեխեք, լավ եղեք, ապրեք, տեսություն։ Այսինքն ունեք 4 խմբի հնարավորություն, 3-ն է հիմա ծանրաբեռ։ Չգործող։ Մի րոպե, մենք 2 խումբ չմտանք։ Հա։ Երկրորդ ավակ հիմա քիչ է։ Շատ լավ։ Ջուր միշտ կա, հա։ Այսինքն դրանով ապահովում է։ Տաք սառը։ Դուք որտեղ եք աշխատում մանկապարտեզի։ Յուղի դպրոցում եմ աշխատում։ Որպես։ Լավ։ Այսինքն մասնագիտությանը, նույն մասնագիտություն։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Նստեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալ։ Լավ է նոր մանկապարտեզում աշխատանքը։ Հա, սիրում եք մանկապարտեզը ձեր։ Իսկ որտեղ եք մանկապարտեզ գնացել այստեղից առաջ։ Գնացել եք թե չեք գնացել։ Գնացել ենք Մակու։ Մակու։ Տենց անունը։ Մակու։ Բայց հիմնականում չեն գնացել։ Հա։ Բա հիմա ինչ եք անում։ Դաս եք սովորում։ Ինչ եք սովորում։ Ինչ։ Արագիլի մասին։ Ինչ գիտեք արագիլի մասին։ Ինչ եք սովորում։ Ամաչում եք, պատասխանեք։ Ձեր գյուղ արագիլ գա, ինչա։ Պետք չի ձրից ամաչել։ Ձեր գյուղ արագիլները գալիս են, սյուների վրա բներ սարքում են։ Գալիս են տակ երկրներ։ Տակ երկրներ են գնում, ստեղ չեն ելնում արագիլներ։ Հա։ Շատ լավ։ Դե շարունակեք ձեր դասը, ստեսություն։ Ես չեմ տեսել այս կողմերը, որ սյուների վրա։ Արագ պատասխանեցի, ես նաշկով չեմ տեսել, բայց մեր գյուղ հաստացի կապանով վարչապետ։ Ասե տաղավարներն են խմբային, հա։ Խաղային գոտի չկա։ Տարածքին տեղադրենք պարոն վարչապետ։ Որտեղ բայց։ Այս հատվածը։ Անշում դեռ պետք է անենք վազքի ու խաղային հատված։
Հա դա էլ պետքա բանով անել, էլի ստանդարտով անել, որ խաղային հատվածել լինի։ Որ երեխեքը մաքուր օդին ոչ միայն նստեն, այլև խաղան։ Այս էլ է շատ լավ լուծում, հա, որ դրոշ է տեղադրված բակում։ Հապես ստանդարտի գալը լավ բան է, էլի, որ էլի Այսինքն մանկապարտեզի դեպքում է խաղային հատվածները հնարավորինս, այսինքն ստանդարտ դնենք, որ խաղային հատված էլ պետք է լինի։ Հա թող տա, ինչա, մի րոպե էլի թողեք, ասեք։ Բարև ձեզ։ Փաշինյան ջան, Բարև ձեզ։ շատ եմ խնդրում, մեզ հարցս արդեն 15 տարի քանի անգամ է դիմել եմ։ Այս հարցից պատասխանն անպայման կհասնի ինձ, Աստծով եմ խնդրում, Փաշինյան ջան։ Սպասի վերջում։ Ես ուզում եի անձամբ ձեզ տեսնեի, հա։ Դե տեսակ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհավոր ժողովուրդ ջան, մանկապարտեզը։ Ոնց որ ված չի ստացվել։ Վարչապետ ջան, Լավ եղեք։ ուտակարած էր քայլում եմ։ Կինս հիվանդելերը պարկաստեղից որ նկարվեն։ Հա, նկարվենք։ Ռուսաստանից ենք եկել Հարյան դարձենք 15 տարի։ Ուշեցի ենք հետո ես հարցերը կբարձրացնեմ։ Շատ փոքր հարցեր ունենք, պարոն վարչապետ։ Կլուծենք հերթ։ Շատ շնորհակալ ենք, պարոն վարչապետ, շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Թոշակս բարձրացել է։ Ճիշտ ես ասել։ Դինենց անես որ հասես այդ Բոլոր ծրագրերը ամեն ինչի շնորհակալ ենք, պարոն վարչապետ։ հասանք։ Չէ, հասնելը կհասնենք։ Եկել մի բան ասենք։ Այն թաղամասկությունն էլ պատմեն, որ ակրորը որ ընկնում է Հավեդևից ինչ է մտածում։ Չեմ կարող։ Մի րոպե, ուր մտածում է։ Մի րոպե, մտածում է ցենզուրնի բան չասես։ Ասма, բռնեցի, զատոկ տակնամ։ Էլի հասանք եվրոպական ստանդարտին։ Հասանք։ Զատոկ։ Տիկին Թամարա, արի, Տիկին Թամարա։ Ամեցեք։ Ահագին խաղամաս ամեց։ Գազ չունենք, էլի մեզի բնական գազ չունենք, խաղամասը 13-րդ խաղամաս։ Շատ լավ։ Արաբ ջան, մատ մեզ աղբերական նկարի վարչապետից է։ Մի հատ նկարեք էլի։ Երազանքը կատարվավ։ Չէր կարամ քայլել 3 օր։ Ապրեք։ Շատ լավ, ժողովուրդ ջան, կնայենք բոլոր հարցերն է կնայենք։ Լավ է։ Պարոն վարչապետ։ Նկարվենք։ Հաջա, համեցեք եղբայր։ Եսա։ Մերսի։ Լավ է, համեցեք եղբայր։ Մենք հանավանում ժամանակի խմբակ ենք բացել։ Լավ է կարել։ Երեխա ունենք, բարացնում ենք, դպրոցի դալիճն է։ Հիմա հողամաս ենք նել, տնամերձով համաս։ Ուզում ենք այդ հողի վրա դալիճ սարքենք։ Լավ է կարել։ Հիմա մերժում են մեր շնտալի թույլտվություն։ Խի, հողի նշանակության։ Տնամերձ ենք եղել, տնամերձ առել են։ Հիմա ասում են բուֆերային տարածքում մերժում են։ Հիմա տեսեք, մենք մեր նախընտրական ծրագրում կետ ունենք, որտեղ նաև մարզադպրոցների կառուցում ենք նախատեսել, որը ենթադրում է նաև մասնավորի հետ համագործակցություն։ Եթե թողը հարմար չի, կարող է նայենք ուրիշ տեղ հող նայենք, հարմար, չգիտեմ, մի հատ հետաքրքիր տեղ ինչ է, որ ուզում են սպորտ դալիճ սարքեն, թույլտվության խնդիր կա տեղակ է։ Ճանապարհի հետ կապված միջպետականա հեռավորություն։ Հա, միջպետական ճանապարհ։ Չէ։ Համայնքի մեջ է, տնամերձ։ Մի հատ նայ։ Գերեզմանների կողքն է, Ես մոտավոր տեղակ եմ, բանի հետ կապված, ԿԳՄՍ մոքսորին համայնապատման մշակութային կանոն չի տվել, հիմա իրանք ֆունդամենտը գցել են, հիմա ինքնական մի հատ փորձ են կնայք հասկանալ։ Չէ, դե հիմա տեսեք ժողովուրդ, եթե իրոք պարզվի այդ տեղում չի լինելու ինչ որ օբյեկտիվ պատճառով, պետք է տարիներով չշարունակել, մի քիչ տեղափոխվել։ Մենք եթե այդ չստացվի, դե բա եղբայր, հասկանում եք, խնդիրն է դա, որ մեր շատ մարդիկ առանցին թույլտվության գործ են անում, հետո մեզ կանգնեցնում փաստի առաջ, ասում են մեզ օգնենք։ Մենք էլ ուզում ենք օգնենք, բայց սահմանափակումներ էլ գոյություն ունեն, էլի։ Չենք կարա տենց։ Գնացողը պարոն վարչապետ, իբրե տնամերձ է, մենք չգիտենք, որ մշակութային հող է։ Չէ, դե ամեն դեպքում ասում եմ, ճիշտը եւ ձեզ եմ ասում եւ նրանց ովքեր մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր հետ են, ճիշտը սկսել է շինթույլտվություն ունենալուց հետո։
որպեսզի հետո այնքան խնդիրներ են ձևավորվում մարդ ուղղակի ուղարկել են ինքը բողոք եղավ, արևան շատ լավ կնային համեն դեպս մենք շատ ողջունում ենք որ գյուղում տենց նախաձեռնություն եք անում մարզադպրոց ինչով կարողանանք կօգնենք բայց կարող անենց տեղ մտածել ենք որ պետք է լինի մի քիչ հետ գնալ նոր շարունակել ճանապարհը բայց միանշանակ ողջունում եմ շնորհակալ եմ որ տենց նախաձեռնություններ եք անում մենք հավաքորդները ծնողներն ենք ու անհանգստանում ենք էլի երեխեքի ապագայի հետ կապված է ուզում ենք լուծում 100% վստահ եք երեխեքի պարապելու համար կապահովենք Էլ եմ ասում, կարող անեն ստեղ մտածելնենք, մի քիչ պետք է լինի հետ գնա, բայց այս նախաձեռնությունը մեր ոնց կարանք չաջակցենք, Չեմ, ըտե բանավետ չի կարա լինի, դա ինչի մասին է խոսքը, ստեղ տեխնիկական հարցերի մասին է, ոնց լուծենք այդ հարցը։ Այդտեղ ընդհակառակը մենք ծրագրեր ենք անում, որ մենք տենց առաջիկայում ենք հիմա լողով սկսել ենք, մյուս մարզաձևերով էլ շարունակելու ենք որ մենք ընդհակառակը պետական բյուջեից երեխեքի այցելությունները ֆինանսավորենք, որ տեն սպորտ դպրոցներ էլ գումարներ մտնեն, որ ընթացիկ սպասարկում է եւ այլն նորմալ վիճակում լինի։ Հենց որ մի հատ լուծումը տվեք, էլի, ոչ թե խնդրը նկարագրենք, այլ լուծումը առաջարկենք։ Համեցեք եղբայր։ Համեցեք։ Մեր ջրիկները իհարկե Շախվերդյանը տեղյակ է, ուստացել է օգնի, բայց Ջրի, դե ասեցի, Ժոր դե ասում եմ, առաջիկա 5 տարվա ընթացքում ջրի խնդիրները մեզ համար առաջնահերթ հերթով բոլորը բան կանենք Նախագծման փուլը մա սուբվենցիոն հայտենք Այսինքն դա արդեն լուծված ժամանակի հարց է դրա լուծումը Պարոն Խաչատրյան, ջրային սուբվենցիոն ծրագրերին առաջնահերթություն ենք տալու Այսինքն ընդհակառակը սուբվենցիոն ջրի ծրագրերը գործնականում 100%-ով, այսինքն եթե այլ անհաղթահարելի խոչընդոտ չի լինում, այսինքն մենք գիտենք, սենց մի բան ասեմ, հիմա տարբեր տեղեր որ գնում ենք, մեր տարբեր բնակավայրերի բնակիչները կարան ջրի հարցը չբարձրացնեն նույնիսկ, որովհետև մենք գիտենք, որ բոլոր տեղերը ջրի խնդիր կա, ոռոգման ջրի խնդիր էլ կա, խմելու ջրի խնդիր էլ կա, մենք ոնց որ հիմա սկսեցինք 300 դպրոցի ծրագիրը սկսեցինք, ընդհանրապես պարզվեց, որ հանրապետության բոլոր դպրոցները պետք է այդ ծրագրով անցնեն։ Հիմա ջրի խնդիրներով երբ որ սկսեցինք զբաղվել, հասկացանք, որ հանրապետության գործնականում ամբողջ ջրային համակարգը պետք է փոխվի։ Պատկերացնում եք մասշտաբը։ Ամբողջ եւ ոռոգման եւ խմելու ամբողջ ջրի համակարգը պետք է փոխվի ու ջրի կուտակման համակարգը պետք է փոխվի։ Որովհետև հա խողովակը կարած քաշես, բայց խողովակում ջուր պետք է առնի, չէ։ Էլ չեմ ասում հիմա 21-րդ դարում մարդու պահանջը բան է անում, գնալով մեծանում է եւ մենք դա ողջունում ենք, ընդունում ենք։ Հիմա արդեն մարդուն 2 ժամ, 3 ժամ ջուր տալով չես գոհացնի։ Պետք է գոնե ասենք մեր խնդիրն է նա, որ ամբողջ հանրապետությունում 24 ժամ ջրամատակարարում լինի, բայց դրա համար պետք է ջուրը կարողանանք հավաքենք եւ բաշխենք։ Լավ լուրը մենակ այն է, որ հիմա այս տարվա եղանակը տենում եք։ Ինչա արդեն եթե սենց շարունակվի, այսինքն կլիման դե փոխվում է, եթե սենց ֆիքսվի Հայաստանում, այդ նշանակում է, որ մենք ջրային ռեսուրսների խնդիր չենք ունենա, մեզ պետք է լինի հավաքել եւ բաշխել եւ այդ ջրի անվտանգությունը եւ առողջապահական ստանդարտը ապահովել։ Անկեղծ եմ ասում, ընդհանրապես ոչ միտեղ կարան ջրի հարց չբարձրացնեն, որովհետեւ տենց տեղ չկա, որ ջրի խնդիր չկա։ Մի բնակավայր չունենք, այսինքն ինչ որ տեղեր թաղերում լուծել ենք եւ այլն, բայց գործնականում մի բնակավայր չկա, որտեղ բանի ջրի խնդիր չլինի։ Այնտեղ որտեղ խմելու ջրի խնդիրն է լուծված, ոռոգման ջրի խնդիրը պետք է լուծվի։ Հիմնական մասում համ ոռոգման ջրի հետ խնդրեմ կա, բայց հաշվի առնելով նաև գյուղատնտեսական ուժի շատ մեծ նշանակությունը, մենք էլ առաջիկա շրջանում ձեզ պետք է աջակցենք, որ կամաց, ասենք տարիների ընթացքում, պայմանական ասած առաջիկա 10 տարվա ընթացքում այգիները փոխեք, հին ծառերը փոխեք նոր ծառով, կաթիլային ոռոգում մտցնեք եւ այլն, որ ջրի խնայողություն արդեն փոխել եք, իսկ գոհեք, շատ գոհենք։ Այսինքն ծառերն էլ եք փոխել։ Այո։ Հա, դե շնորհակալ եմ շատ։ Իսկ մեր ծրագրերից օգտվել եք աջակցությամբ։ Անպայման օգտվել։ Հա, դե տեսնում եք։ Դե հիմա տեսեք, եթե գյուղում մի օրինակ կա տենց եւ բոլորը հարևանները, ընկերները կարող են գան տեսնել, ձեր կարծիքը լսել, դուք էլ ասեք, որ լավ է, գոհ են, իրանք էլ արդեն ավելի շատ ցանկություն կունեն։ Ասնողները շատ են։ Ասեք, եղբայր, ինչ եք ուզում։ Ասեցին արդեն եղբայր, կզբաղվեն, այո։
ասել։ Խորին շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Լավ եղեք, լավ։ Առայժմ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար